Այո, ես շշալցման արտադրամասի օպերատորներից եմ, Վեզիրյան Ժասմենա, արդեն 20 տարի աշխատում եմ նույն հիմնարկում, 20 տարի շարունակ մեզ պարոն Ծառուկյանը ժամանակին վճարել է, մեր արձակուրդները ժամանակին տվել են, մենք ոչ մի պարտք ու պահանջ չենք տեսել 20 տարվա ընթացքում, թե հիմի ինչ է կատարվել երկրի վիճակը, ինչպիսին է, ես չեմ կարող ասել, բայց ամենայն դեպս մենք մեր աշխատավարձի հույսով վերցրել ենք վարկեր բավականին, տուրքեր ունենք, վերջապես վաղը բանկի օրն է, ով է վճարելու մեզ, մենք խնդիրներ կունենանք, դրա համար խնդրում եմ մեր վարչապետին ուղղակի այս հարցին շուտ լուծում տա, մենք ընդհանրապես մեր աշխատանքն ենք ուզում, չգիտեմ, ոչինչ ավել բան չենք ուզում, ողորմություն չենք խնդրում, մենք աշխատենք մեր աշխատավարձով, մեր հարցերը լուծենք։ Մեր աշխատավարձը համարյա մոտ հասնում է 200-ի, այո, մոտ 200-ի, նորմալ է, մենք ժամանակին, ժամերը ճիշտ, սկսում է 9-ին, ավարտում ենք 5:30, մեր աշխատանքի ժամերը, շաբաթ կիրակի տանն ենք, նախատոնական օրերին մի ժամ շուտ ենք գնում, տոներին մնում ենք տանը, վճարվում ենք, այնպես որ մենք շատ գոհ ենք, մեր պարոն Ծառուկյանից մենք գոհ ենք, որպես մեր ղեկավար, մեզ շատ լավ է նայել, երկրում ինչ է կատարվել, ես չեմ կարող, ես քաղաքական գործերի մեջ չկամ, բայց աշխատանքի պահով մենք շատ գոհ ենք իրենից։ Այս հարկադիր պարապորտը, եթե քիչ գումար ստանաք, դա ինչ հետևանքներ։ Դե գիտեք, մեր ընտանեկան բյուջեն ներկա պահից օրինակ իմ ամուսինը չի աշխատում, առողջական խնդիրներ ունի, ես ու տղաս ենք, ունեմ ծեր 90 անց կեսար, հիվանդա, ունի առողջական խնդիրներ, դե գիտեք, այստեղ Հայաստանում ապրող մարդկանց վիճակը ինձ թվում է բոլորին էլ մի քիչ ավել պակաս նույնն է։ Այո, իմ ուսերին է։ Եվ դրա համար ես ուղղակի խնդրում եմ մեր վարչապետին, որ այս հարցին շուտ լուծում տան։ Հնարավոր չի այսպես երկար մենք մնանք էլ անգործ։ Այս ամսվա աշխատավարձը ստացալ, չէ՞։ Մենք աշխատավարձը ստացել ենք, բայց դեռ հավելյալ վճար ունենք, որ դեռ չեք ստացել։ Բանը, այո։ Հա, ստացել ենք աշխատավարձը ժամանակին, մի օր այս կոմենկում չի եղել։ Մենք շատ գոհ ենք։ Տեսեք 8 տարի է այս իշխանությունը ղեկավարում է, աշխատատեղեր բացել են, օրինակ եթե սա չբացվի, կարող եք գնալ հեշտ աշխատանք գտնել եւ աշխատել։ Գիտեք ինչ, ես 20 տարի ստեղ եմ, մենք արդեն սովորել ենք, ոնց որ ասած, ընտելացել ենք մեր գործին եւ վերջապես մեզ լավ են նայել, ինչի ուրիշ տեղ ընտրեմ, եթե իմ հիմնարկը ինչ կա, թող բացեն բոլորս էլ այս ժողովուրդը բոլորն էլ դրա կարիքն ունեն։ Ընդհանրապես դա ենք խնդրում։ Գիտեք ինչ, եթե տեղը գա, այո, իհարկե, մեր ղեկավարի համար ամեն ինչ կարող ենք անել։ Քննարկումներ չեն եղել, բայց եթե պետք լինի, եթե դրա կարիքը լինի, մենք իր թիկունքում կանգնած ենք, որտեղ ինքը մեզ լավ ղեկավար է։ Բողոքի ակցիա կազմակերպելով խնդրին լուծում կտա։ Գիտեք, մենք բողոքի ակցիա ուղղակի խնդրանք է սա։ Մենք ուզում ենք խնդրել, որ բացեն, մենք աշխատենք։ Մենք չենք ուզում քաղաքական ինչ-որ ֆոն տանքել այս հարցին, ընդհանրապես ուզում ենք ժամանակին բացվի, մենք էլ գանք աշխատենք, այս կան։